Բարի լույս, առաջին ծրագիրը սկսում է իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ մենք ուրախ ենք ձեզ ողջունելու այս աշխատանքային օրով, որովհետեւ դրսում արևն է շողում, իսկ մեր տաղավարում շողում ենք մենք, տալով ձեզ այդ արևի ջերմությունը, տաղավարից սիրով։ Այս առավոտ նորից ձեզ համար աշխատում են Սուրեն Արուստամյանը, Ադրինե Քեշիշյան, իսկ մեր շատ սիրելի Սոնան դեռ վատառողջ է, առողջություն մաղթենք իրեն, որպեսզի լավանա եւ շուտ վերադառնա։ Բարի առավոտ Սուրեն ջան, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր միացան մեզ մարզերում բնակվող, մեր Հայաստանի բոլոր սահմաններում բնակվող եւ սահմաններից դուրս բնականաբար Սփյուռքի մասին էլ չեմ խոսում, որ յուրաքանչյուր նամակագրությունը նրանց հետ ուղղակի այսպես ողջավորություն է տալիս մեզ, ողջունում ենք բոլորիդ եւ ասում ենք ձեզ լավ օր ենք մաղթում։ Այո, լավ հրաշալի օր ենք մաղթում, այսօր իհարկե մարտի 20-ն է եւ այսօր ինչպես ասում են գարնանային գիշերահավասարի առաջին օրն է։ Ես չգիտեի, որ գարնանն էլ է լինում գիշերահավասար, փաստորեն այսօրվանից է գարունը սկսվում։ Բնության օրենքով, այո։ Այսօր գարունը բնությունը արթնանում է։ Գիշերահավասարը լինում է տարին 2 անգամ, գարնանը եւ աշնանը։ Գարնանային գիշերահավասարի պահին Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է։ Այս պահին Արեգակը կգտնվի երկրի հասարակածի հարթության մեջ եւ քանի որ Արեգակը կետ չէ եւ նրա սկավառակը չափսեր ունի, ապա հասարակածով նրա անցումը կտևի մոտ 33 ժամ։ Այդ օրը կոչվում է գարնանային գիշերահավասարի օր, այսինքն գիշերվա եւ ցերեկվա տևողությունները հավասարվում են։ Նախկինում գարնանային գիշերահավասարը մարտի 22-ին էր, այնուհետև 21-ին, այժմ 20-ին։ Այդ փոփոխության պատճառը երկրի պրոցեսիան է։ Նրա պատտման առանցքը ժամանակի ընթացքում տեղաշարժվում է եւ 26000 տարում կատարում 1 լրիվ պտույտ։ Այստեղից մոտ 70 տարին մեկ այդ կետը տեղաշարժվում է 1 օրով դեպի առաջ։ Մենք շատ հաճախ ենք հիմա լսում հետևյալ արտահայտությունը, որ հիմա 24 ժամը, առաջվա 24 ժամը չի, հիմա մի քիչ ավելի կրճատվել է, եւ երևի թե սա է պատճառը, ավելի գիտական բացատրություն այս ամենի, երևի թե սա, որտեղ ասում ենք ինչ արագ անցնում ժամանակը, բայց առաջ սենց չէ։ Եվ կարծես թե արդեն ապացուցված է գիտնականների կողմից հետազոտված, այո, ապացուցված է, որ օրերը ցավոք կրճատվել են։ Դե գարունը սկսվեց, ինչպես ասում են, այնպես որ փորձենք հենց այս գարնանային տրամադրությամբ շարժվել առաջ, բարելույթ մաղթել բոլորին եւ երջանիկ լինել, որովհետեւ այսօր երջանկության միջազգային օրն է։ Տադամ։ Շատ հրաշալի է։ Այո, 2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է երջանկության միջազգային օր, նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարտկային զգացում է եւ այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության եւ բարելավման ուղղությամբ։ Հրաշալի է, շատ հրաշալի է եւ եթե թույլ կտաս շատ կարճ, այսպես շատ արագ ես էլ մի փոքր բան եմ պեղել եւ շատ կուզեմ կարդալ, նաեւ կապված է երջանկության հետ։ Կյանքի ոսկե կանոններից։ Մի անհանգստացեք այն բանի համար, ինչը դուք ի վիճակի չեք փոխել։ Ընդունեք իրավիճակը այնպես, ինչպես կա։ Ի վերջո մենք չենք փորձում փոխել եղանակը, այլ պարզապես հագնվում ենք եղանակին համահունչ։ Երբ կյանքը ձեզ լաց լինելու հարյուրավոր պատճառներ է տալիս, ցույց տվեք նրան, որ դուք ժպտալու հազարավոր պատճառներ ունեք։ Պարզապես եղեք երջանիկ, հենց այնպես, որովհետև առավոտ է, որովհետև առջևում նոր օր է, որովհետև կյանքը շարունակվում է, որովհետև եթերում առաջին ծրագիրն է։ Շատ լավ, Ադրինե, բրավո։ Եվ ինչպես ասում են, բարև երջանկություն ես քեզ սպասում էի, եւ բարև խցանումներ մենք ձեզ շատ էինք սպասում, որովհետև առանց խցանումների չենք պատկերացնում արդեն մեր օր։ Ցավոք սրտի Աթենքի փողոցում կա նաեւ վթար, եւ վթարներ շատ կան այս պահի դրությամբ 3 վթար միանգամից մասիվի հատվածում, չգիտեմ ինչ այնտեղ կատարում, եւ ամբողջ մասիվի հատվածը եւ Աճարյանի ճնողը կատվածահար վիճակում է, ինչպես նկատում ենք, որովհետև 4 վթար ներկա պահից արդեն նույն հատվածի վրա կա, ես պատկերացնում արդեն բոլոր փողոցները բոլոր կողմերով փակ են, այնպես որ շատ երեք անձրևոտ էր վթարներ չկար, այսօր արևոտ է, բայց երբ ինչ որ մեկը շտապում էր եւ պատճառը հանդիսացել 4 վթարների, դե եթե մասիվում եք ապրում, ապա ուղղաթիռ այս պահին ձեզ կօգնի այնտեղից տեղաշարժվելու համար, կամ պարզապես մի 2 ժամ սպասեք մեր ծրագիրը դիտեք, մինչեւ այս ամենը կավարտվի, վթարների խցանումները եւ դուրս գա։ Նկատում ենք արդեն Աճարյանը երկկողմանի խցանված է, մասիվը ամբողջությամբ խցանված է, 5-րդ վթարը կա արդեն
ավելի վերև, Աճարյան փողոցից մի քիչ ավելի վերև։ Մի խոսքով, այս մասը անցնում ենք, որովհետև հաճելի չէ դիտել այդ մուգ կարմիրները։ Աթենքի փողոցում արդեն նշեցի Կավթար, Իսակով Պողոտան ամբողջությամբ խցանված է, ամբողջ երկայնքով Աթենքը խցանված է, խցանումները փոքր կենտրոնում շատ են ուսանողական հատվածում մայրաքաղաքի, այստեղ նույնպես խցանումները շատ են եւ իհարկե երրորդ մասի հատվածում էլ այս պահին կա խցանում, այնպես որ Բագրատունյաց, Արշակունյաց փողոցները ինչպես միշտ խցանված են։ Վերադառնանք Արաբկիրի շրջան, այո, արդեն պարզ է, որ այստեղ, որովհետև Կիևյան կամուրջը խցանված է Կոմիտասի Պողոտան երկկողմանի Բաղրամյանի իջնող հատվածը եւ դեպի Բարեկամությունից Կոմիտասի Պողոտա գնացող հատվածը ամբողջությամբ խցանված է։ Ինչպես նկատեցինք, մայրաքաղաքը լի է խցանումներով այս պայմաններությամբ։ Այո, այնպես որ փորձեք շրջանցել խցանումները, եթե դա հնարավոր է։ Եվ այս պահին կլինի կարճ դադար, որից հետո արդեն վերադառնանք եւ հասկանանք ինչ համեղ բաներ է այսօր պատրաստելու Ադրինեն։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր ծրագիրը բարելույթ եւս մեկ անգամ բոլորին եւ իհարկե առավոտը սկսել ենք հրաշալի տրամադրությամբ գարուն է դրսում արևն է շողում երեկվա հորդառատ անձրևից հետո համոզված եմ այսօրվա արևը շողում է բոլորիս համար մի այլ տեսակի ջերմությամբ ճիշտ է այսօր օրվա երկրորդ հատվածում նորից տրված է որ լինելու է անձրև բայց դա բնության սիրո դրսևորումն է այնպես որ փորձենք նաև ընկալել եւ ընդունել այս անձրևը եւ իհարկե շարժվել առաջ։ Երեկոն միշտ պետք է ավարտել հարազատների եւ ընկերների շրջապատում, որովհետեւ բուրըն աշխատանքային օրվա ընթացքից հետո միանշանակ հաճելի է, երբ որ երեկոյան դու ընկերներիդ հետ ես, իսկ ձեռքիդ մի բաժակ գինին է, իսկ այդ գինին ձեզ ներկայացնում է Ջովանի գինու գործարանը, ներկայացնելու իր աշխարհի տեսականին, որոնք կարող են թեթևացնել եւ ավելի հաճելի դարձնել ձեր երեկոները։ Իհարկե ընկերների հետ միասին։ Չմոռանանք նախաճաշի մասին, որովհետեւ յուրաքանչյուր առավոտ պետք է նախաճաշել հետո նոր տանից դուրս գալու գնալ կատարելու բոլոր կարևոր գործերը իսկ նախաճաշի ընթացքում շատ կարևոր է կաթնամթերքը սպիտակուցների մի մեծ պաշար Էլոլա ընկերությունն առաջարկում է կաթնամթերքի լայն տեսականի եւ իհարկե այս ամենը սյունած լեռներից իսկ նրանք ովքեր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս հոգ չէ նույնպես կարող են ձեռք բերել այս ամբողջ տեսականին հատկապես Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները Իսկ նրանք ովքեր իհարկե թագավորում եւ գեղեցիկ ու հաճելի բաներ են պատրաստում խոհանոցում, չմոռանանք, որ այս ամենը արդեն ոչ թե հոգս է, այլ հաճելի զբաղմունք, որովհետեւ թեթևացնում է խոհանոցային այս հոգսերը, իհարկե Տրամոնտինա բրազիլական բրենդը, որն այսօր ներկայանալով Հայաստանում, տալիս է այնպիսի հատուկ պարագաներ խոհանոցային, որոնք ծածկույթ պատված են հատուկ ծածկույթով, որոնց վրա պարզապես թունավոր բակտերիաները չեն հավաքվում եւ այս ամենը ոչ միայն հաճելի է, նաեւ էսթետ։ Դե եթե այս ամենը արդեն պարզ է, ես կարծում եմ հիմա մի փոքր չբացահայտված հատված ունենք մեր ծրագրում, բացահայտելու համար պիտի գնանք խոհանոց եւ հասկանանք թե ինչ է պատրաստելու այսօր Ադրինեն մեզ համար։ Չէ, Ադրինե, բարի լույս։ Բարի լույս Սուրեն ջան, կրկին բարի լույս, բարի առավոտ մեր թանկագին հեռուստադիտողներին, բոլորիդ ողջունում եմ, բոլորիդ լավոր եմ մաղթում եւ բարի արև եմ մաղթում, քանի որ այսօր Արեգակի ծնունդն է, մենք բոլորս պետք է երջանիկ լինենք, որ արևը փայլում է մեզ համար եւ մաղթում եմ բոլորիդ առողջություն, մեր Սոնայի գլխավորությամբ բոլորդ առողջ եղեք, Սոնա ջան, առողջացի, քեզ կարոտել ենք եւ անհամբեր սպասում ենք։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք այսպես մի փոքր ինչու ոչ արևոտ համեղ ուտեստ, ինչի համար մեզ պետք է լինելու մի քանի բաղադրիչներ եւ իհարկե հիմքը հանդիսանալու է խմորը։ Ահա, արդեն պատրաստի վիճակում ես խմոր ունեմ, ես ժամանակը շահելու համար արդեն պատրաստել եմ նախապես խմորը։ Սիրելիներս, շատ պարզ, հասարակ, ամենա տնական տարբերակով խմորն է, ընդհանրապես ջուր, աղ եւ ալյուր։ Եթե չափաբաժին կուզեք ես կնշեմ, եթե շատ եք ուզում խմորը պատրաստել, այսինքն մեծ քանակությամբ 1 կիլոգրամ ալյուրին ավելացրեք 600 մլ ջուր, մի 10 գրամ աղ եւ ամեն բան պատրաստ է։ Թողեք մի 10-15 րոպե հանգստանա խմորը, ապա պատրաստեք այն ուտեստը, ինչը ցանկանում եք։ Ահա, իմ խմորը պատրաստ է, շատ ընտիր լավ վիճակում է, ինչու ոչ կուզեմ ցույց տալ, շատ էլաստիկ, ընտիր խմոր է ստացվել, ամենապարզ, հասարակ, մատչելի
մթերքներով։ Միշտ մշտապես ալյուրը ինձ թվում է գոնե մեկ բաժակ տանը ունենք, այնպես որ կարելի է շատ արագ խմորը ստանալ։ Եվ անցանք առաջ։ Պիցայի տարբերակ է համարյա, սա կարելի է այդպես կոչել պիցա, բայց բաստուրմայով հետաքրքիր կլինի, չէ՞, բաստուրմայով պիցա։ Այստեղ ունենք բաստուրմա, իհարկե կտորներով արդեն կտրատված եւ իհարկե օգտագործելու ենք պահածոացված լոլիկ։ Ես բաստուրման լոլիկի հետ պետք է տապակեմ, այնուհետև տեղադրենք խմորի վրա։ Այստեղ ունենք նաեւ պանիրի տեսականի արդեն քերիչով անցկացված սուլուգունի տարբերակ ունեմ եւ այսպիսի թելիկ տարբերակ ունեմ, սա էլ եմ օգտագործելու, իսկ ամենավերջում կանաչին եւ լոլիկը զարդարելու համար։ Այսպես անցնենք առաջ եւ սկսենք մեր աշխատանքը։ Խմորը առայժմ կթողնեմ մի կողմի վրա, որովհետեւ առաջին անհրաժեշտ գործողությունը պետք է կատարենք ուրեմն բաստուրմայի տապակման հետ կապված։ Ես հագնում եմ իմ գոգնոցը եւ անցնում ենք առաջ։ Ասեմ, որ շատ համեղ է, շատ յուրահատուկ է, երևի թե իր յուրահատկությունը կայանալու է հենց բաստուրմայի եւ լոլիկի համադրության մեջ, սա շատ հետաքրքիր եւ անուշիկ համադրություն է, շատ համեղ է։ Մի բան նախապես ասեմ, սիրելիներս, եթե խուսափում եք այս չամանի արկայությունից, դե գիտեք, մի փոքր չամանը բուրավետ է եւ այսպես անհարմարություններ է պատճառում, երբ ուտում ես այն, կարող եք եզրերը հանել, այսինքն չամանի հատվածը հանել, հավատացնում եմ արդեն որևիցե խնդիր չի լինի, բայց եթե սիրում եք, որևիցե հարց չունեք, խնդիր չունեք, տանից էլ դուրս եք գալու, ապա հանգիստ կարող եք օգտագործել։ Այսպես ինձ թավա է պետք, ես հենց հիմա թավան կբերեմ։ Ահա իմ թավան, տեսեք որքան հարմարավետ, որքան թեթե, որքան լավ որակով թավա է, սա Տրամոնտինա ֆիրմայի եւ այս հրաշալի բրազիլական ապրանքանիշը խոհանոցում շատ օգնում է տնային տնտեսուհիներին, ինչպես միշտ այսօր եւս կնշեմ իր գերագույն հատկությունը, որ շատ թեթև է։ Այ այսպես, անցանք առաջ։ Ես բաստուրման պետք է կտրատեմ, բացի այն, որ նա դեշերտավորված վիճակում է, պետք է մի քանի նաև կտորներ անենք։ Այսպես, ցույց տամ, թե ոնց ենք սա անելու, ահա մեզ դանակ է պետք, սուր դանակ, այսպիսի երկար շերտեր եմ կտրատելու, այս ընթացքում կարելի է արդեն թավան տաքացնել։ Մի փոքր յուղ, իհարկե յուղը հալած յուղ կօգտագործենք, մեր մյուս գործընկերոջ Էլոլա ապրանքանիշի յուղը կօգտագործենք, որը շատ համեղ է, իմիջիայլոց շատ նրբահամ է դարձնում ուտեստը։ Խորհուրդ եմ տալիս անպայման, եթե առիթ է լինում, ձեռք բերեք եւ օգտագործեք։ Այ այսպես։ Մի փոքր կարելի է շատ քիչ այստեղ բուսայուղ ավելացնել, որպեսզի չայրվի յուղը։ Երբ հալ չի յուղը, ես արդեն կտեղադրեմ բաստուրման թավայի մեջ։ Մեր շատ սիրելի տոնական բաստուրման, ամանորյա բաստուրման։ Կարծես թե ասոցացնում ենք հենց ամանորի հետ բաստուրման, որովհետև շատ ձգտում ենք հենց ամանորին սեղաններին ունենալ բաստուրման։ Այս ինչ համոբան ես դու պատրաստում։ Շատ, իսկապես ինձ թվում է կհավանեք, որովհետև շատ յուրահատուկ եւ հետաքրքիր այստեղ պիցայի տարբերակ է ստացվում։ Ես գիտեմ պիցաներ կան բաստուրմայով, այստեղ բայց Ադրինեի բայց այո, իմ բաղադրատոմսից բնականաբար։ Հիմա ինչ ենք անելու, այսինքն տապակում է բաստուրման, հետո արդեն ավելացվել շարվելու է խմորի վրա։ Հիմա տապակելու ենք բաստուրման, այստեղ դեռ պետք է ավելացնենք պահածոացված լոլիկը։ Բաստուրմայի վրա։ Այո, անպայման։
եւ շատ sense համեղ սոուսի տարբերակ ենք ստանալու ու հետո նոր տեղադրենք պանժի հետ միասին մեր խմորի վրա եւ տեղափոխենք ջեռոց։ Ինչ լավ է։ Շատ լավ է։ Ես շատ արագ հենց այս պահին ավելացնեմ նաեւ լոլիկը։ Եվ թողնենք որպեսզի։ Մենք փորձենք ինձ մոտ շատ լավ է արդեն ստացվում։ Արդեն բոլոր մասնագետ եմ դարձել, այո։ Եվ փորձեմ մանր կտորների վերածել լոլիկը, իմիջայլոց շատ այս մեր տարբերակը, այո, շատ գործարանի կողմից ներկայացված պահածոներն են։ Մսալի շատ այստեղ հրաշք լոլիկներ կան այս տարայի մեջ, այնպես որ փորձեք դուք էլ, եթե չեք հասցրել ամռանը տապակել, այսինքն պահածոյացնել այս բոլոր համեղությունները, ինձ թվում է այս տարբերակները շատ լավն են։ Այսպես եւ այսպես հերթականությամբ լոլիկները կմանրացնեմ, կավելացնեմ բաստուրմայի վրա, նույնիսկ համեմունքներ չենք ավելացնելու, որովհետեւ բաստուրման ինքնին արդեն համեմված է, դրա կարիքը չկա, լոլիկը ինքնին արդեն համեմունք է, այնպես որ որևիցե բան չեմ ավելացնելու համեմունքներից։ Դե այս ամենը իհարկե ընթացքում process-ը մենք էլի կներկայացնենք, այս պահին կունենանք կարճ դադար, հետո արդեն կվերադառնանք տաղավար եւ այսօր տաղավարում ողջունել ենք մեր շատ լավ ու տաղանդավոր ընկերոջ Արամ Ավետիսին, խոսել ենք բավականին հետաքրքիր ու շատ սիրելի թեմայից, իհարկե գրքերից։ Մնացեք մեզ հետ, քիչ հետո վերադառնանք։ Շարունակում ենք մեր եթերը բարելույց եւս մեկ անգամ բոլորի եւ ինչպես խոստացել էի տաղավարում իմ շատ լավ ընկերն ու շատ տաղանդավոր մարդ Արամ Ավետիս, Արամ ջան բարելույց։ Ոնց ենք։ Լավ դու։ Շատ լավ։ Արամը միակ մարդն է այս ամբողջ աշխարհում, այսինքն իմ իմացած, որին գրքի նվիրելու օրը շատ երկար մտածում եմ ինչ գիրք նվիրեմ ու տենց էլ չհասկացա, որ այս մարդը բոլոր գրքերը կարդացել է։ Երևի աշխարհի բոլոր գրքերը կարդացել։ Սպասում եմ քո գրքին, քո գիրքը։ Ես որ գիրքը։ Արամ ջան, երկար ես սպասել։ Ոնց ես, լավ ամեն ինչ։ Ես գիտեմ, որ այս վերջին իրադարձությունը որ եղավ, կապված էր հենց մեր շատ սիրելի Ավետի հետ Բարսեղյան, երբ որ այս գիրքը լույս տեսավ վերջապես հայելին եւ ամբողջ խմբագրությունը արված է քո ձեռքով։ Ավետը նաեւ նշեց դրա մասին մեր եթերում։ Կազմել եմ ավելի շատ, ոչ թե խմբագրությունը, հենց կազմել եմ գիրքը ես։ Դա շատ ավելի բարդ է, ես կարծում եմ, որտեղ հատ իմանալ որ բանաստեղծությունը որտեղ պիտի լինելու, ինչն է սրա կարևորությունը եւ ինչ գտար այս կազմելու ընթացքում հենց Ավետի ձեռագրի մեջ։ Առաջին հերթին դա իմ համար առաջին փորձն էր, այսինքն հենց ես սա իմ առաջի գիրքն է, որ ես կազմել եմ։ Իհարկե պոեզիան իմ համար ամենաբարդ ու ամենակարևոր ժանրն է գրականության մեջ ու շատ կրկնակի բարդ է, երբ որ դու պիտի որոշես, թե ընթերցողը որ բանաստեղծությունից հետո որն է կարդալ, որովհետև դա շատ պատասխանատու է ու նաև շատ պիտի ինչ-որ կոնցեպտ լինի իր մեջ։ Հետաքրքիր է, որ Ավետին, երբ որ ես պատմեցի, թե ինչ կոնցեպտով եմ հավաքել իր գիրքը, սենց այս, վայ շատ հետաքրքիր գիրք ուզում եմ կարդամ։ Դե իր ոճի մեջ էլի ավոն։ Հենց որ գիրքը բաժանել եմ 3 մասի եւ առաջի մասում դրել եմ Ավետի հենց իր եսի հետ կապված բանաստեղծությունները, այսինքն իր անհատականության հետ կապված։ Երկրորդ մասը կոչվում է անհանգիստ առաջի մասը, երկրորդ մասը անջնջելին սիրային բանաստեղծություններն են եւ երրորդ մասը արևի մարդիկ, որտեղ հավաքված են տարբեր ժամանակվա գրած, այսինքն ոչ մի տենց կոնկրետ թեմատիկ, բայց ընդհանուր վերաբերվող բոլորիս այդ բանաստեղծությունները դրած է երրորդ մասում։ Մասերի անունները դու ես տվել։ Մասերի անունները ես վերցրել եմ իր բանաստեղծության վերնագրերը, բայց իհարկե այն վերնագրերը, որոնք ինձ դուր էին գալի այդ մասի համար, ասենց ասեմ, այսինքն ես իանալ եմ ասել, որ գիրքը, քանի որ ամեն մաս ունի առանձին նաև իր բաները, էպիգրաֆները, ես ընտրել եմ էլի ոնց որ իմ էսթետիկային մոտ ու ինչ որ առումով այդ գրքի այսինքն գրքի մեջ կան նաև իմ ոճը, իմ ձեռագետը, իրականում ամեն մարդ, որ կազմում է, պարզա որ ինքը իր բաներն է դրում էլի, ես բանաստեղծել առաջ հետ եւ այլն, այսինքն գրողը իր հոգեվիճակն է դնում իր գործերի մեջ, իսկ կազմողը արդեն այդ գործերից վերցնում է իր հոգեվիճակն է ավելացնում։ Շատ լավ, Արամ, իհարկե սա հիանալի աշխատանք էր եւ արդեն հանձնվեց, հա, ընթերցողի դատին եւ արդեն այսպես մասսայականություն է վայելում։ Ինձ հետաքրքիր է քո գործունեությունը որտեղ ես շատ եմ սիրում քո բոլոր գրքերը նաեւ եւ անհամբեր սպասում հաջորդներին։ Վերջինը, որ արդեն լույս է տեսել, ամպուտացված ամպերն են, նվիրված 44-օրյային եւ հիմա ուզում հասկանամ ինչ շրջանում է ստեղծագործական, ինչ նոր բան ես անում։
Ես հիմա տենց որոշել եմ ոնց որ Instagram-ում իմ օրագիրը վարել ու այսինքն ամեն օր արդեն մի 2 տարի կլինի, ես իմ մտքերն եմ գրում, որոնք տենց կոնկրետ ինչ-որ թեմայի շուրջ չեն, բայց այդ պահին իմ հոգեվիճակը առհասարակ շատ եմ սիրում հեղինակների օրագրերը կարդալ ու ինձ թվում է օրագրերում լրիվ գրողը ուրիշ կերպ է բան անում, այդ կարելի է Երևան գալի է, ավելի անկեղծ է ու որոշել եմ, որ երբ որ արդեն հավաքվի ու ես մի հատ նորից անցնեմ վրայով եւ աշխատեմ, կտպագրեմ իմ այդ օրագրային գիրքը կարելի ասել, բայց հիմա ուզում եմ 10 գլուխ ունեմ փոքր իմ մի քանի ամիս առաջ գնացել էի Մոսկվա ու Մոսկվայում գնացի իմ սիրելի գրողների տուն, Սվետաևայից մինչև չգիտեմ Վիսոցկի, բոլորի տները Մայակովսկի իհարկե եւ գերեզմաններին բան էլի հիմոտ ինչ-որ տենց ոչ նորմալ բան կա գնալ իմ սիրած գրողների գերեզմանների ես համարում եմ դա ընթերցանության շարունակությունը երբ որ բանը կարդում ես այդ գրողներին պետք է գնաս տեսնես գերեզմանին ինչա գրած ամբողջությամբ կարդաս այդ գրողի հետ կապված ամեն ինչ ու որոշել եմ այդ 10 գլուխը փոքր գրքով իհարկե շատ փոքր կարող չեմ 30-40 ջնի չգիտեմ ինչքան կլինի կոչվում է այդ ավելորդ մարդու օրագիրը ու տենց 10 գլխով տպալու եմ այդ իմ Մոսկվայի ճամփորդական օրագիրը կարելի ասել էլի ինձ միշտ զարմացրել են քո վերնագրերը գրքերի որովհետև շատ հետաքրքիր են հա հիմա այդ սա ավելորդ մարդու օրագիրը Արամ ինչ են կարդում այսօր որովհետև ես գիտեմ դու իմ իմացած գրողներից երևի եզակիներից ես ով բացի գրելուց նաև կարդում է որտեղ ես շատ գրողներ գիտեմ ժամանակակից, ովքեր գրում են, բայց ուրիշ հեղինակների հազվադեպ են կարդում։ Այնպես չէ, որ ընդհանրապես չեն կարդում, չէ սուտ կլինի, բայց դե հազվադեպ են կարդում, բայց դու ավելի շատ կարդում ես, քան հիմա գրում ես։ Ինչ են կարդում հիմա եւ ինչ ես կարդում դու հիմա։ Ես ուզում ասեմ, որ դու ես ոլորտում իմ համար այն մարդն ես, որ ամենաշատ կարդացած մարդն ես, ես դա գիտեմ, որտեղ ես ու դու միշտ իրար գրքեր ենք փոխանակվում եւ այլն։ Ես վերջերս կարդացի շատ հետաքրքիր մի հեղինակ կա, Գյորգի Իվանով, տենց է կոչվում, ինքը կարելի ասել այդ բան արծաթե դարի գրողներից է եւ մտնում էր Գումիլովի խմբի մեջ մի ֆանտաստիկ գիրք ունի, կոչվում է Պետերբուրգյան ձմեռներ, կարելի ասել ու որտեղ ինքը գրում է իր հուշերը կապված այդ Սիրեբրյանի վեկի կերպարների մասին, բլոկից միջև Գումիլով, բայց ի՞նչն է հետաքրքիր։ Իվանովը ունակ շատ կարևոր է, ոչ թե Իվանով, այլ հենց Իվանով, այի վրա շեշտադրություն։ Հետաքրքիր որ մի մարդ կա, որը լավ ռուսերեն գիտի, հարցեց ինչ տարբերություն կա, դա էլ է հետաքրքիր, որ մինչ սովետական միությունը շեշտադրությունը այի վրա էր, որտեղ դա բարձրատոհմիկության մասին է, որ Իվանով, հետո եկան Իվանովները ու դարձան կարելի ասել ինչ-որ սովորական էլի, հա, բան ու ինչն է դա հետաքրքիր, որ ինքը էմիգրանտներից էր ու ապրում էր Ֆրանսիայում, փախել էր ոնց որ Ռուսաստանից եւ քանի որ շատ կարելի ասել այնց բարդ մարդ էր ու ծանր բնավորությամբ շատ էլ ինչ էր սիրում, իր այդ գիրքը համարում են եւ մեմուարներ եւ նաեւ դա կարելի ասել հորինված մեմուարներ են։ Այսինքն ոչ մի բան հստակ չի կարելի ասել, որ ինքը ինչ-որ ասենք բլոկի մասին եթե ինքը գրում է, դա հստակ տեղեկությունը բլոկի մասին։ Այսինքն ինչ-որ բաներ ավելացնում է։ Այն ժամանակների բամբասանքն է։ Նո կարելի ասել, բայց հանճարեղ մակարդակի։ Դա որտեղից ես գտնում այդ հեղինակներին։ Դու ունես հեղինակների անուններ ես տալիս, որ ես չգիտեմ, երբեք չեմ լսել նրանց մասին։ Դե Իվանովը ինքը Ակմեից խմբի մեջ էր մտնում, Գումիլովի, Մանդեշտամի հետ այդ խմբի կարելի ասել երիտասարդներից է։ Դե ես քանի որ շատ եմ սիրում տենց գրականությունը մի քիչ եմ ասում աննորմալ արդեն մակարդակի, սկսում եմ փորփրել ինչ-որ բաներ եւ վերջերս մի հատ էլ շատ կարեւոր գիրք եմ կարդացել, մի լեհ հեղինակա Վիչեսլավ Ռեյմոնդ, տենց է կոչվում, որը Նոբելյան մրցանակ է ստացել 20-ականներին, իր գիրքը, որը կոչվում է Խռովք կամ խռովություն բունտ տենց է թարգմանված ու ինքը գրված է մոտարապես 20 տարի առաջ, քան Օրուելի Անասնաֆերման, բայց գլխավոր հերոսը մի շուն է, որը որոշում է կենդանիներին հանել խռովություն է ստեղծում, ուզում ասել ինչ-որ առումով հեղափոխություն մարդկանց դեմ շշմելու մի հատ գիրք է ու այդ գիրքը ունես այդ գիրքը։ Ունեմ այդ գիրքը կտամ ես։ Ու այդ գիրքը հա ինչ-որ առումով նաև ձեռը առնում այդ Լենինի հեղափոխությունը կարելի ասել ինքը սիմվոլիկան տենց է եւ
Եվ երրորդ վերջի կարդացած կարևոր գրքերից ես շատ եմ սիրում punk rock-ի հիմնադիր, իրանք այլ արդեն punk rock-ի տատիկ կարելի է համարել, դա Պատի Սմիթն է, որը ֆանտաստիկ երգչուհի է եւ հեղինակ կատարող, կարդացի իր գրքերից կոչվում է Գնացք M-ը, տենց է կոչվում, ու ինչ էր ինձ հոգի հարազատ, որտեվ Պատի Սմիթը եւս մի մարդ, որ շատ սիրահարված է համաշխարհային գրականությանը, ու էլի ինպես գնում է այդ գրողների գերեզմաններին, սկսում է լվալ այդ գերեզմանները մաքրել, նստել այդտեղ սուրճ խմել, ծաղիկներ դնել եւ այլն, ու այդ առումով ու նաև խոսում է համաշխարհային գրականության ընթացքում, որ ինքը ինչքան է դա սիրում, այդ ֆանտաստիկ գիրքը խոր կտամ կարդան։ Լավ, իսկ ինչ են կարդում ուրիշները, բացի քեզանից։ Որովհետեւ դու հեղինակներ նշեցիր, որ ֆանտաստիկայի ժանրից են պատկերացումը, բայց ինչ են կարդում ուրիշները, ես գիտեմ ինչ եմ այս հարցը քեզ տալիս, որովհետեւ գիտեմ, որ դու նաև ունես այդ ոլորտում շփում, գրախանութում եմ աշխատում, համել, հա, շատ տարբեր բաներ, հիմա ես աշխատում եմ մի գրախանութում, որը ավելի ուղղվածությունը կարելի ասել է սպეციფიկ գրականություն է, Common Ground գրախանութում, այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կան, ու այսինքն կոլեկցիան մի քիչ էլի ուղղված է դեպի այդպես կարելի ասել փախած գրականությանը, բայց կարդում են Նոբելյան մրցանակակիրների շատ հայերեն թարգմանությամբ, այդ շատ բան է ուրախացնում է, որ հայերեն կարդում են ու կան այդ գրքերը արդեն թարգմանված հայերենով։ Դե իհարկե կան գրքեր, որոնք մոտիվացնող գրականություն, ինչպես միշտ կարդում են։ Որն է ավելի ակտուալ եւ ավելի պոպուլյար այսօր, մոտիվացնողը թե իհարկե մոտիվացնողը եւ հոգեբանական գրքերը։ Այդ իմաստը մոտիվացնողը։ Մի անգամ սխալվեցի եւ խափնվեցի գովազդին, Մոսկվայում էի եւ բայց չասես գիրքը որ էլի գովազ չլինի։ Դա արդեն բոլորը կարդացել են գիրքը եւ հիշում եմ որ մեծ Արբատի վրայի մեծ գրախանութներ մտա եւ նոր էր այդ գիրքը դուրս եկել ու շնորհանդեսն էր Տոնկը իսկուսство пофигизма, այդպես էր կոչվում, հետո թարգմանվեց հայերեն, այո։ Եվ ես էլ տենց ողջևորված, բան, էս ինչա ու բոլորը ինչ որ այդպես աժոտաժ էր, գովազդեր, վերցեցի, կարդացի, հասկացա, որ անիմաստ վերցեցի եւ անիմաստ ժամանակ տրամադրեցի այդ գրքի վրա, դա գովազդային արդյունքի շնորհիվ է։ Ու այսօր շատ են։ Չգիտեմ, կարող է ինչ-որ բան տալիս էր ինչ-որ մարդկանց, բայց կարդում ես ու հասկանում ես, այս ամեն ինչը գիտեի։ Ինչ-որ նոր բան ինձ համար չբացահայտվեց։ Հետաքրքիր որ Արբատում ես որ գնացել ես վերջին անգամ մտա էլի գրախանութ, բուկիստական գրախանութ էր ու աչքի վրա դրված էին գրքեր, որոնք հենց մակագրություններով գրքեր էին, ուտեղ գտա շատ լավ հեղինակ կա ժամանակակից ռուս հեղինակ է, ինքը ապրում արդեն Իսրայելում, բանը այդ մտքիչս թրավեսակ ասեմ ազգանը ու հասկացա որ շատ հետաքրքիր կոնցեպտ է որ գրախանութում լինի առանձին հատված որտեղ լինեն հենց գրողների մակագրությունները ու հիմա որտեղ ես աշխատում գրողները որ գրքեր են բերում հա ես խնդրում եմ որ անպայման մակագրեն ու գնողի միշտ ասում նայեք գրողի բանը մակագրությունները դրանք էկզեմպլյարներ են թե մի քանի տարբեր դե այն գրողները որոնք կենթան են հիմա բերում են բարձր շատ են բերում մակագրում են իսկ Արբատի վրա որ տեսա այնտեղ հեղինակներ կային որոնք արդեն կամ Ռուսաստանում չեն ապրում կամ էլ արդեն մահացել են, բայց մակագրությունը կա ու կապ չունի ինքը մեծ գրող է, թե փոքր գրող է։ Իդեպ այդ գրականության հետ կապված առհասարակ մի հատ Ամերիկայի մի շատ հետաքրքիր գրադարան կա, իմ սիրելի ամերիկացի գրող Ռիչարդ Բրոթիգանի անվան, իմ կարծիքով դա ամենա կարելի ասել մարդասիրական կամ գրողասիրական գրադարանն է, որտեղ Բրոթիգանի գրադարանը ստեղծված են բոլոր գրքերի համար, որոնք եթե նույնիսկ չունեն ընթերցողներ, իրանք կարող են հեղինակներ ուղարկեն այդ գրքերը ու իմանան, որ իրենց գիրքը դրված է պոլկայի վրա։ Այդ ֆանտաստիկ է ուղղակի։ Այսինքն գրողներ կան, որոնք ասենք մեծ գրողներ չեն, չգիտեմ, կամ թույլ գրողներ են, բայց իրանք շատ են ուզում, որ իրենց գրածը, իրենց միտքը անպայման միտեղ դրված լինի։ Ինձ թվում է դա ամենամարտասիրական բանն է, որ ես կարդացել եմ առհասարակ բան գրողների հետ կապված, էլի։ Դա իսկ այսօրվա մեր ընթերցողը երիտասարդ ընթերցող է, թե արդեն բավականին այսպես բարձր մեծ սերունդն է։ Երիտասարդներն են կարդում իհարկե, բայց պարզավոր արդեն ոճային առումով տարբեր է։ Տենց չեմ կարող ասել, բայց կան երիտասարդներ, որոնք կարդում են։ Իհարկե, երևի չեմ համեմատի, համենայն դեպս ավելի ավագ սերունդը ավելի շատ է կարդում, դա զգացվում է եւ իրենց հետ խոսելուց եւ տեսնում ես ովքեր են գալի գրախանութ, մեծ մասամբ տենց ավելի ավագ սերունդն է, էլի։ Շատ լավ, եւ որպես մարդ ով գրականության մեջ է, ինչ խորհուրդ տանք ծնողներին, որ երեխաներին սովորեցնեն սիրել գիրքը։ Մենք միշտ մտածում ենք, հա, այ որը կարա լինի երեխայի համար առաջին գիրքը, որին նա կսիրահարվի ու կսկսի սիրել գիրքը ու հետո ընթացքում կընթերցի։
Ինձ թվում է ինքը ծնողը պետք է առաջինը գիրքեր կարդա, որտեղ երեխան անդադ տեսնի, որ ծնողը գիրք է կարդում եւ իրեն հետաքրքիր թե ինչ է իր ծնողը քանի ժամ ուշադրությամբ նստած դա կարդում, տենց կոնկրետ չեմ կարող ասել ինչ որ բաներ կան։ Ես հիշում եմ, որ փոքր ժամանակ այդ պատմությունը միշտ պատմեմ, տատիկը շատ էր սիրում, շատ գրականություն էր սիրում, բայց քանի որ ընթացքում անդադ աշխատում էր, որ կար էր անում բաման, իսկ խնդրում էր, որ ես իր համար նստեմ բարձրաձայն կարդամ ու ամեն առավոտ սերիալի նման ինձ արթնացնում էր, ասում էր կարդա դրանք հետո ինչ ա եղել այդտեղ ու տենց ես դարձա գիրք կարդացող հայլ ասել դատիկի շնորհիվ։ Արամ ջան, քեզ շատ շնորհակալություն որ ես առավոտ եկար ու անհամբեր սպասում արդեն քո հաջորդ գործերին, օրագրին, որովհետև արդեն վերնագիրը բավականին բան է ասում, այնպես որ շնորհակալություն քեզ այս առավոտվա համար, ուզում եմ քեզ նվիրել Իջևանի Սարգոն Կարմիր Չորգինին մի շատ լավ գրքի հետ միասին երեկոն կարող է զարդարել։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ քեզ նվիրել Tramontina brand, որը բրազիլական բրենդ է, ներկայացնում է խոհանոցային պարագաներ։ Չգիտեմ ինչքանով ես խոհանոցում։ Տատին շատ կուրախանա։ Տատին շատ կուրախանա։ Սովորեցրել է քեզ սիրել գիրքը, ուրեմն այս նվերը տատի համար, որպեսզի նա խոհանոցում մի քիչ թեթևացնենք դրա օգտը Tramontina-ն եւ կան արև բացիկներ, որում ներառված են միշտ իհարկե կարևորելով խոսքերը։ Եվ քանի որ մեր ընդհանուր ընկերը, մեր շատ սիրելի ընկերը Ավետը Բարսեղյան, կարելի է ասել 80% այսօրվա երաժշտական աշխարհի, հա, բառերը ինքն է գրում, այնպես որ այս բացիկների մեծամասնությունը հենց իր բառերով են, ուզում եմ քեզ նվիրել բացիկ, որը կարող ես նվիրել քեզ համար շատ սիրելի մարդու, ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Երգը Հայկոյինն է, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, այնպես որ կարծում եմ կային մարդում կարող ես այս բառերն ասել։ Հաստատ։ Շնորհակալություն քեզ։ Շնորհակալություն։ Կարծում եմ հաջորդ մեր հանդիպումը երկար սպասած տնչի տա։ Հաստատ։ Ինչ լավ է։ Դե այս պահին էլ կարճ դադար կլինի մեր եթերում, հետո արդեն կվերադառնանք ու կշարունակենք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ ջան, ձեզ լավ օր եմ մաղթում, լավ տրամադրություն, ինչպես իմ տրամադրությունն է շատ լավ այս պահին։ Ես հենց նոր նվեր ստացա Արամի կողմից, շատ հրաշալի գիրք եւ այն նույնիսկ մակագրվեց Ադրինեին սիրով Արամից։ Էնպես որ շնորհակալ եմ Արամ ջան եւ ձեզ էլ այսպիսի լավ նվերներ եմ օրվա ընթացքում մաղթում։ Իսկ մենք ինչ ենք պատրաստում այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստում պիցայի տարբերակ, բայց հայկական, մի քիչ հայկական տարբերակով բաստուրմա ենք ու այստեղ օգտագործել լոլիկ իր սեփական հյութով եւ իհարկե պետք է հիմա խմորը փորձենք բացել, արդեն եփված է, ինչպես սկզբում նշեցի, այստեղ համեմունքներ, որևիցե ավելորդ բան չենք ավելացնելու, ոչ աղ է պետք է այստեղ, ոչ տարբեր համեմունքներ, ունենք ընդհանրապես բաստուրմա կտրատված եւ պահածոացված լոլիկ, այսքան բան։ Ուղակի յուղի մեջ մի փոքր ես տապակել եմ։ Իհարկե մի փոքր տապակեցի եւ կրակը անջատեցի, բայց հիմա պետք է էլի վառեմ կրակը։ Ես չուզեցի շատ տապակեմ, որպեսզի այն չչորանա, այսպես ասած։ Բայց մի փոքր էլի կթողնենք կրակի վրա։ Հիմա պետք է ես սեղանը փորձեմ ազատել այս բոլոր իրերից եւ իհարկե կրտնակենք մեր խմորը։ Այստեղ հիմքը բնականաբար, քանի որ ասում եմ պիցա ենք պատրաստում, հիմքը բնականաբար խմորն է լինելու, իսկ խմորը պատրաստված է ամենապարզ տարբերակով ջուր, ալյուր եւ աղ։ Բավականին ժամանակ արդեն հանգստացել է խմորը, այնպես որ կարող ենք անցնել գործի։ Այսպես։ Ես հիմա շատ արագ մաքրեմ մեր սեղանը եւ անցնենք առաջ։ Ալյուր ցանենք մի փոքր, որպեսզի կարողանանք հանգիստ գրտնակել այն։ Շատ փամփլիկ, շատ անուշիկ խմոր է ստացվել։ Ես բերեմ գրտնակը, ես գրտնակների այստեղ տեսականի ունեմ, բայց սա կարծես ամենահավատարիմ գրտնակն է եւ իմիջիալոց ուզում եմ նշել, սա իհարկե շատ վաղուց եմ սա նվեր ստացել մեր
սիրելի հավատարիմ հեռուստադիտողներից մեկի կողմից, նա շատ այսպես մեզ հետևում է, չգիտեմ հիմա նա հետևում է մեզ թե ոչ, բայց մեր մշտական հեռուստադիտողներ եւ մի գեղեցիկ օր ինձ այստեղ ներքևից պահակակետից զանգա արեցին եւ ասացին, որ դուք հեռուստադիտողի կողմից մեծ, այսպես ասած կապոց ունեք, եկեք վերցրեք, ես իջա տեսա, որ այս գռտնակներ, լիքը բռնիչներ, լիքը նվերներ, շատ ու մեծագույն հաճույք է, երբ հեռուստադիտողը այսքան ուշադիր է մեր հանդեպ, չգիտեմ, մեծագույն բարևներ, ողջույններ բոլոր լավ հեռուստադիտողներին, որ մշտապես մեզ հետ են, մենք շատ ուզում ենք, որ դուք առողջ լինեք եւ մշտապես մեզ հետ լինեք։ Այսպես, հիմա բացենք մեր խմորը։ Ես խմորը կբացեմ սիրելիներս մեր տապակի, ջեռոցի տապակի չափով, բայց մի բան կարող եմ նաև խորհուրդ տալ։ Այս խմորը կարելի է գնդերի բաժանել եւ փոքրիկ պիցայի տարբերակներ պատրաստել, արդեն այդ նախընտրությունը ձերն է, ոնց կհրամցնեք այս ուտեստը, բայց այդ տարբերակն էլ շատ լավ կլինի։ Այսինքն անհատական փոքրիկ պիցաներ պատրաստել եւ այդպես մատուցել։ Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի փոքր դա ժամանակատար կլինի, մեր պարագայում ավելի հարմար է մի ամբողջական այսպես խմոր բացել եւ տեղադրել ջեռոց, բայց փոքրիկ տարբերակներն էլ շատ լավն են։ Այսպես այնքան անուշ է բուրում, սիրելիներս, այս սոուսը, չեք պատկերացնում, լոլիկը եւ բաստուրման շատ համահունչ են իրար հետ, այնպես որ խորհուրդ կտամ փորձեք։ Այսօր եթե գնումները կատարեք, վաղը կարծում եմ, քանի որ ասում են վաղը անձրև է սպասվում, տանից դուրս չգալու համար այսօր գնումները կատարեք եւ վաղը պատրաստեք։ Կարծում եմ շատ հաճելի կլինի։ Բայց իհարկե այս ամենի հետ ասեմ չմոռանաք նախաճաշի մասին, ամենահամեղ եւ ճիշտ սնունդի մասին։ Ես միշտ նշում եմ այս մասին եւ շատ կարեւորում եմ, նախաճաշը պարտադիր պայման է, ասում են պարտադիր նախաճաշիր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, իսկ ընթրիքը տուր թշնամուդ, այնպես որ սա ճիշտ է։ Համով բան ես պատրաստում, որ չնախաճաշել է այստեղ, պարզապես։ Այո, հանցագործություն կլինի։ Մենք ինչ արեցինք, հա, արդեն պատրաստեցինք վրայի բաստուրմայով տոմատի սոուսով։ Այո, հրաշալի սոուս ենք ստացել, ինչպես նշեցի, որևիցե համեմունք չենք ավելացել, ընդհանրապես հալած յուղ ենք ավելացրել եւ մեր սոուսը պատրաստ է, պարզապես մի փոքր պետք է այսպես տապակվեն, որ համերը միախառնվեն եւ հիմա խմորն է բացում, որը կտեղադրենք տապակի մեջ եւ իհարկե հետո կսկսի իսկական գործողությունը, պանիրը պիտի լցնենք խմորի վրա, այս սոուսը պիտի ավելացնենք ու տեղափոխենք ջեռոց, վերջում էլ վայելենք։ Եվ քանի որ մենք արդեն նշեցինք, որ այսօր երջանկության միջազգային օրն է, ինչքանով ես եմ հիշում, որ կա մի պետություն, որն ունի երջանկության նախարարություն։ Այո։ Այս շնորհություններ։ Երջանկության նախարարություն, պատկերացնում ես ինչքան պիտի երջանիկ լինեն, որ նախարարություն ունենան, մենք էլ այս պայն կարճ դադար կունենանք եւ հետո կվերադառնանք ու կշարունակենք եթերը։ Այսպես, լավ տրամադրությամբ շարժում ենք առաջ, եւս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլորին եւ ինչպես գիտեք, մենք շատ մեծ կարեւորություն ենք տալիս առողջ ապրելակերպին եւ հորդորում բոլորին, որպեսզի գտնեն օրվա մեջ գոնե 1 ժամ ժամանակ եւ մարզվեն, հետևեն առողջությանը, կազմվածքին, արժևում իհարկե ամառային տաք հուրաշալի օրերն են եւ շատերն արդեն նախաձեռնել են հանգիստը լողափնյա որևիցե մի տեղ կամ պարզապես մնալ քաղաքում եւ վայելել լողավազանային տրամադրությանը։ Եվ իհարկե պետք է լինել պատշաճ, գեղեցիկ եւ նաեւ գեղեցիկ
կազմվածքով։ Այս ամենի մասին հոգ է տանում Hill սպորտային համալիրը, որտեղ կան բոլոր մարզատեսակները եւ իհարկե պրոֆեսիոնալ մարզիչները, ովքեր կարող են ձեզ ճիշտ ուղղորդում տալ, որպեսզի շատ արագ ժամանակահատվածում ունենաք այդ հրաշալի մարզավիճակը, դե էլ չասեմ իհարկե նաեւ առողջության կարեւորության մասին։ Այնտեղ նաեւ Hill Spa կենտրոնը կա, որտեղ նույնպես կարող եք հետևել նաեւ ձեր մարմնի խնամքին։ Այս ամենը մեկ տեղում եւ Hills սպորտային համալիրում։ Հիմա առաջարկում եմ տեղափոխվենք այնտեղ եւ հասկանանք, թե այսօր ինչ մարզումներ ենք առաջարկում ձեզ։ Ողջույն, առավոտը Hills-ի շրջանակներում ես նորից Hills սպորտային համալիրում եմ։ Այս առավոտ նորից մարզվելու եմ եւ իհարկե պրոֆեսիոնալ մարզչի խորհուրդների ներքո։ Իդեպ շատ կարևոր է մարզչի առկայությունը, եթե նոր եք սկսում ձեր մարզումները մարզասրահում։ Այսօր կմարզենք վազքի եռագլուխ մկանը։ Առաջին վարժությունը կսկսենք գանտելով։ Վարժությունը կատարում ենք նստած դրությունից։ Շատ կարևոր է ճիշտ զբաղեցնել նախնական դիրքը, դրա համար խորհուրդ կտամ սկզբում, եթե օգնող չկա կողքից, սկզբում գանտելը դնել ոտքին, թեքել ուսի կողմ եւ նոր զբաղեցնել նախնական դիրքը։ Գանտելը իջնում է գլխի ետևը, արմունկները պահում ենք հավաքված։ Բարձրանում ենք։ Մեկ, երկու, երկրորդ վարժությունը նախատեսված եռագլուխ մկանի համար ֆրանցուսկի, վերցնելու ենք ավելի նեղ, արկում ենք, արմունկները պահում ենք առաջ, աշխատելու է միայն նախաբազուկ, այսինքն արմունկները չենք շարժելու։ Իջացնում ենք ճակատի մոտ ու լրիվ բացում ենք։ Այս կետում եւ բարձրանում է միանգամից դանդաղ իջավ։ Միանգամից դանդաղ իջավ։ Նաց, շատ լավ է։ Հաջորդ վարժությունը նախատեսված տրիցեպսի համար կկատարենք արդեն մեր սեփական քաշով։ Ուրեմն ձեռքերը դնում ենք այս դիրքում, ոտքերը լրիվ առաջ չենք բացելու, փոքր ինչ ծալած ու նստատեղը նստարանին ավելի մոտիկ։ Իջեցնում ենք 90 աստիճանի չափով, բարձրանում ենք։ Փորձում ենք ոտքի մկաններով մեզ չօգնենք, հիմնական ծանրաբեռնվածությունը գցում ենք տրիցեպսի վրա։ Մեկ, երկու, շատ լավ է, գնացինք, երեք։ Շատ լավ է։ Չորրորդ վարժությունը կատարում ենք կրկին պարկած դրությունից, օգտագործելով գանտելները։ Սա նման է ֆրանցուսկիին, նույն ձևելի արմունկները մնում է անշարժ, աշխատում է միայն նախաբազուկը։ Գանտելները չեն դիպելու իրար, բարձրացնելուց ֆիքսում ենք, դանդաղ իջավ։ Եռագլուխ մկանի վերջին վարժությունը կկատարենք պարանով։ Արմունկները պահում ենք մարմնին մոտ, մի ոտքը կարող է լինել առաջ կամ կարող է լինել այս դիրքով, կախված մեր կոմֆորտից։ Կոնկրետ իմ պարագայում աջ ոտքը պահում եմ առաջ, արմունկները պահում եմ քիփ, մարմինս մի քիչ առաջ։ Աշխատում է միայն նախաբազուկը, իջնում է ներքև, պարանները առանձնանում են։ Բարձրացնում ենք 90 աստիճանից փոքր ինչ վերև։ Դնում եք երկու կետում էլ, A եւ B կետերում էլ ես չեմ թողում, որ երկար մնա։ Միայն այստեղ ֆիքսում եմ
այս դիրքից մի անգամից իջավ, դանդաղ բարձրացանք։ Հիմա այստեղ մեխա խփած, չես կարա շարժես, դանդաղ է լավ, իջանք, ամենանպատակահարմար դիրքն է, մի քիչ էլ վերև, 90 աստիճանից վերև իջանք, տրիցեպսի եռագլուխ մկանի դարելու համար, Ահա այսօր ավարտվեց իմ մարզումներն, այսինքն սկսվեց իմ օրը եւ սկսվեց բնականաբար հետևելով առողջ ապրելակերպին եւ մարզումներին։ Դուք նույնպես հետևեք իմ օրինակին։ Իմ սպորտային համալիրում բոլոր հարմարությունները կան, որպեսզի մարզվեք եւ իհարկե լինեք առողջ եւ գեղեցիկ։ Այո, առողջ եւ գեղեցիկ, որովհետեւ շատ կարեւոր է, որպեսզի ձեր ֆիզիկական վիճակը, մարզավիճակը լինի ճիշտ այնպես, ինչպեսին դուք ցանկանում եք եւ իհարկե ինչպեսին հաճելի է գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար։ Այնպես որ հետևեք ձեր առողջությանը, այցելեք Hill սպորտային համալիր, հատուկ ողջույններս եւ շնորհակալություններս մարզիչ Հրաչին, ով շատ դետալային ներկայացնում է բոլոր իհարկե կարևոր մարզումները, դետալները, մի խոսքով շատ լավ է, դու այնտեղ ապահով ես եւ հանգիստ, իսկ նաեւ այս ամենին գումարում ենք համեղ խոհանոցը, որը այսօր ապահովում է մեր Ադրինեն եւ այնպիսի համեղ բան է պատրաստում, որ բույրն արդենից տարածվել է մեր տաղավարում։ Ադրինե, որ փուլում ես։ Շնորհակալություն Սուրեն ջան, խոսքը ինձ փոխանցելու համար, ողջունում եմ եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողին եւ ասեմ, թե որ փուլում եմ։ Ահա խմորը արդեն տապակի մեջ է, ինչպես նշել եմ, այսօր պիցայի տարբերակ ենք պատրաստում, բայց մի փոքր մեր շեղումներով հայկական խոհանոց, բաստուրմա է այստեղ, լոլիկ է, շատ համեղ սոուս ենք պատրաստել բաստուրմայով եւ ընդհանրապես պահածոհացված լոլիկով, որևիցե հավելում այստեղ չենք արել, ընդհանրապես այսքանը։ Հիմա խմորը պետք է պատարագի օգնությամբ բնականաբար ծակծկենք։ Մեզ պետք է որպեսզի խմորը շնչի եւ հաստատ լավ եփվի, սա շատ կարեւոր հանգամանք է, իսկ խմորը պատրաստել ենք ամենապարզ եղանակով, ընդհանրապես ալյուր, ջուր եւ աղ, հայկական շատ ավանդական տարբերակ, տնական մատչելի որակով համեղ։ Այսպես հիմա խմորի վրա առաջին հերթին լցնում ենք պանիրը, սիրելիներս, արդեն քերիչով անցկացված պանիր ունենք։ Եվ այսպես լցնենք խմորի վրա, առաջին հերթին շերտը ուրեմն պանրային է, այսպես, փորձենք տարածել ամբողջ տարածքով պանիրը, որպեսզի խմորը ամբողջությամբ այսպես հագենա պանրով։ Եվ կավելացնեմ իհարկե այս թելիկ տարբերակը, սուլուգունի տարբերակն է, մենք այս հնարավորությունը ունենք, մեր հովանավորը, մեր գործընկերը տրամադրում է մեզ այս ուրեմն տարբերակները, բազմապիսի պանրային տարբերակներ, որոնք մենք հաճախ մեր ուտեստների մեջ օգտագործում ենք։ Ահա ես օգտագործում եմ Էլոլա ապրանքանիշի համեղ, շատ համեղ սուլուգունի տարբերակը եւ քերած տարբերակն է սուլուգունի եւ այս թելիկ տարբերակները եւս ուզում եմ օգտագործել։ Ահա այսպես կշարեմ մեր խմորի վրա եւ ինքը շատ գեղեցիկ կհալչի ու կստանա այն ինչը որ մեզ պետք է։ Եվ իհարկե Էլոլան ունի կատնամթերքի մեծ տեսականի, շատ բազմապիսի համեղ կատնամթերք եւ մեր ընդհանրապես հեռուստադիտողները, մեր հայրենակիցները կարող են խանութների ձեռք բերել Էլոլա ապրանքանիշը վայելել, ել չասեմ Լոս Անջելեսում բնակող մեր հայերը կարող են հայկական, ոչ միայն հայերը, բոլորն էլ կարող են գնան հայկական խանութներ եւ գնումներ կատարել։ Մեր հայերը կարող են գնել եւ ամերիկացիներին զարմացնել։ Իհարկե հաշվի առնելով, որ կոնկրետ Glendale, Los Angeles ամբողջությամբ հայեր են, այնտեղ ուրիշ այլազգիներ չկան։ Գնալ ուրիշ քաղաք, այդտեղ զարմացնել։ Այնպես որ։ Այո, զարմացնելու եւ իհարկե այս բնականության համը զգալու համար առաջարկում ենք նաեւ Իջևանի գինուգործանի կողմից առաջարկող պահածոների լայն տեսականու միջոցով, որովհետեւ այստեղ հիանալի կոմպոտներ են, պահածոներ են, որոնք տալիս են այդ տնական պատրաստածի համը եւ իհարկե որակը, ոչ մի բանով չզիջելով, այնպես որ փորձեք հենց այս ամենը նաեւ վայելել եւ իհարկե այս համեմել ձեր ուտեստները եւ իհարկե գինիների լայն տեսականի նույնպես առկա է բոլորի համար։
Եվ նաև խոհանոցում մեզ այսօր Ադրինեն շատ է օգնում Տրամոնտինան, ներկայացնելով իր խոհանոցային պարագաները, որոնք շատ հասանելի են, գեղեցիկ եւ շատ հեշտ է նրանցով աշխատել։ Իդեպ խոհանոցային պարագաները հատուկ ծածկույթով են պատված, որոնք իրենց վրա չեն վերցնում թունավոր բակտերիաներ։ Հատկապես ես սա սիրում եմ մատնանշել, ինչու որովհետեւ շատ կարեւոր է, երբ որ փոքրիկ երեխաների համար ուտեստներ ենք պատրաստում եւ պետք է ամեն ինչ լինի շատ մաքուր եւ ստերիլ։ Իսկ այս մասին հոգացել է Տրամոնտինան, իսկ Տրամոնտինան կարող է հասցնել քաղաքի լավագույն սուպերմարկետներում։ Անկեղծ ասած, ես սիրահարվել եմ այս ապրանքանիշի վրա։ Ես ինքս շատ սիրում եմ խոհանոցային պարագայ, ընդհանրապես տանկահ կարասի շատ ունեմ, անընդմեջ այսպես չեմ կշտանում, անընդհատ առնում եւ իհարկե այս ուրեմն ֆիրման, այս ապրանքանիշը շատ գովելի է, հավատացնում եմ, չեք փոշմանի հաստատ, միայն դանակները բավական է, որ այսպես խոհանոցում քեզ լավ զգաս։ Ահա, ինչ ենք անում։ Ահա, տեղադրեցինք պանիրները եւ իհարկե արդեն ավելացնում ենք մեր բաստուրման լոլիկով պատրաստված։ Իհարկե նշեմ, որ հաստատ մեզ պետք է այս պարագայում պահածոյացված, այսինքն այսպես ասեմ, եփված տարբերակ է պետք լոլիկի, ոչ թե թարմ տարբերակ, այլ եփված տարբերակը։ Հիմա թե ասենք մեր տանտիկինները թարմ լոլիկը կեփեն, թե պարզապես պահածոյացված տարբերակը կօգտագործեն, դա արդեն իրենց ընտրությունն է, բայց հաստատ լոլիկը եփված տարբերակով է պետք։ Այսպես, ես այսպես կետ տեղադրում եմ մեր միջուկը, բայց ինքը երբ պանիրը հալ չի, Սուրեն ջան, հրաշալի տեսք է ունենալու, այո, ամբողջությամբ լոլիկը տարածվելու է եւ դառնա մի հրաշք։ Ու նշեմ, որ ճաշի համար սա շատ հարմար տարբերակ է, այսինքն ճաշելու համար ցերեկվա ժամին, դա 2:30-ից 3-ի հատվածը, այն լավ որ արդեն շատ քաղցած ես, այդ պահին շատ տեղին կլինի։ Բայց ես հիմա արդեն շատ քաղցած եմ։ Քաղցած ենք, որովհետև առավոտ կանու խարտնացել խարտնացել է։ Որովհետև դու այստեղ այնպեսի հոթեր ես տարածում այս ճաշատեսակների, որ հնարավոր չի պարզապես դիմադրել։ Չի լինում։ Ամեն ինչ վերջին կաթիլը ավելացվեց եւ ճանապարհենք դեպի։ Այո, արդեն գնանք դեպի, կարելի է մի փոքր եզրերը այսպես հավասարացնել, որպեսզի կտրելիս ավելի հարմար լինի, այսպեսի եզրերը ծածկեմ, որպեսզի շատ կտրելիս հարմար լինի ու գնանք ջեռոց։ Մենք այստեղ էլ անելու բան, այսպես ասած, չունենք, կարծում եմ ամեն բան շատ պարզ էր, հասարակ եւ իմիջիալոց կնշեմ, թե որքան եմ ծախսել։ 1300 դրամ եմ ծախսել այս ամբողջի վրա, չհաշված դե պանիրը, մենք պանիրը տանը ունեինք, այսպես ասած, եւ ընդհանրապես այսքանը կարելի, իսկ խմորի մասին խոսք չկա, որովհետեւ ալյուր ջուր տանը միշտ ունենք։ Ջուր չգիտեմ ունենք թե չէ։ Եթե այսօր ջրը կտրեն, ապա ջուր չգիտեմ, բայց ալյուր ունենք։ Դե գնացինք ջեռոց։ Ջեռոց եւ սպասենք քանի րոպե։ Կսպասենք երևի 15-ից 20 րոպե եւ արդեն ամեն բան պատրաստ կլինի 180 աստիճան, իհարկե ըստ յուրովի, ըստ ջեռոցի ամեն մեկը գիտի իր ջեռոցի ուշքնությունը։ Քանի որ շատ համեղ բան է պատրաստում, իսկ մենք չենք կարող այս պահին նաեւ մի շատ հրաշալի, շատ գեղեցիկ, շատ սիրունի փոքրիկի շնորհավորել, որտեղ այսօր իր ծննդյան օրն է Եվային, Եվա ջան, քեզ շնորհավորում ենք եւ մաղթում որպեսզի միշտ ես այդպես ժպտերես, շատ կարեւոր, որովհետեւ դու շատ մեծ արև ես քո մամայի ու պապայի համար եւ բնականաբար ես համոզված եմ, որ նրանք քեզանով շատ հպարտանում են, քեզ շատ սիրում են, ողջունում ու շնորհավորում են։ Մենք էլ համբեր մի օր քեզ սպասում ենք մեզ մոտ եթերում։ Մեզ մոտ տաղավարում, այո, նա մեզ ուրախացրել է մեկ անգամ, մեր տաղավարում եղել է։ Մենք ընդհանրապես նշենք, որ Եվիչկան մեր շատ սիրելի ռեժիսորի Հայկի դուստրն է։ Հայկին դուք չեք տեսնում, որտեղ նա այսքան փոքր իմ ականջի մեջ հիմա խոսում է։ Հայկին դուք չեք տեսնում, բայց ինչ որ այստեղ կատարվում է, հենց Հայկը գլխավոր դերում է, այսպես ասած, այնպես որ Եվիչկա ջան, առողջ եղիր, բալիկս քեզ երջանիկ մանկություն եւ երբ մեծանաս, երջանիկ աղջիկ լինես։ Սա ամենակարևորն է։ Դե ես համոզված եմ, որ այդպես է լինելու, որովհետեւ ծնողները ոչ են տանելու, այո, դրա մասին։ Շնորհավոր քո ծնունդը, փոքրիկ հրաշք։ Շնորհավոր, լիքը լավ բաներ ու պաչիկներ։ Բարի տարի։ Այ այստեղ մեր ռեժիսորն ասում է դաթար։ Ես էլ կկտրատեմ կանաչին եւ լոլիկը ու վերջում կմատուցենք։ Դաթար մեր եթերում։
Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ պիտի խոսենք շատ հետաքրքիր մի թեմայի մասին։ Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների ծրագիրը մեկնարկել է 2023 թվականից եւ մինչեւ այսօր շուրջ 800 երեխաներ ներգրավվել են սպորտային խաղերում։ Նախագիծն ուղեկցված է սոցիալական ներառման եւ հավասարության խթանմանը Տավուշի մարզի 32 գյուղական համայնքներում ներառական ֆուտբոլի միջոցով։ Այն իրականացում է Հույսի կամուրջ ՀԿ-ի կողմից Դիլիջան, Իջևան, Բերդ եւ Նոյեմբերան խոշորացված համայնքներում։ Նախագիծը նպատակ ունի ներառական սպորտի եւ խաղերի հնարավորություններ ընձեռել 480 անապահով եւ խոցելի երեխաների եւ 82 դպրոցների 250 ֆիզիկական դաստիարակության ուսուցիչների, նրանց օգնականների եւ հոգեբանների համար։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Արմինե Ներսիսյանը, Հույսի կամուրջ ՀԿ Իջևանի մասնաճյուղի տնօրենը եւ Վահե Արուստամյանը ծրագրի օգնականը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ո՞նց եք։ Շատ լավ։ Մի փոքր ներկայացեք հենց այս կարևոր իրադարձության մասին, որի մասին քիչ առաջ ես արդեն ասեցի։ Նախ շնորհակալություն այստեղ գտնվելու, այս հաճելի միջավայրում լինելու համար։ Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների այս ծրագիրը արդեն 3-րդ փուլում է եւ դեռևս մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերից։ Իրականում ծրագիրը ուղղված է սոցիալական ներառմանը եւ հավասարության խթանմանը, բարձրացնելով այստեղ հաշմանդամություն ունեցող երեխաների մասին իրազեկությունը, կոտրելու կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող երեխաների շուրջ ստեղծված, ինչպես նաև սա հրաշալի հնարավորություն է կառուցելու զարգացած ներառական համայնքներ Հայաստանում, մասնավորապես Տավուշի մարզում։ Ծրագրի այս փուլում ներգրավված են 4 խոշորացված համայնքների 32 դպրոցներ, առաջին մրցաշարում, որը կլինի գարնանային մրցաշարը, 16 դպրոցներ եւ երկրորդ մրցաշարը աշնանային եւս 16 դպրոցներ կմասնակցեն ծրագրին։ Հիմնական գործունեությունը կազմակերպությունը ծավալում է Տավուշի մարզում եւ այս ծրագիրը մեր հերթական ծրագրերից մեկն է ի նպաստ խոցելի ընտանիքների, մասնավորապես հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացման, կրթության եւ սոցիալական ներառման։ Վահե, ձեր պատկերացումը ծրագրի մասին ինչպիսին է։ Իրականում ծրագիրը, երբ որ առաջին դեռ սկսելու փուլում էինք, մի քիչ մարտահրավերային էր պատկերացնելու ընթացքը, սկիզբը եւ դրանից բխող իր զարգացումը, բայց արդեն երբ որ սկսեցին երեխաները խաղալ, երեխաները լինել իրենց միջավայրում, ծրագիրը ինքն իրեն բացեց այդ պատկերացումները ավելի լայն եւ արդեն 3-րդ փուլում մենք ունենք այնպիսի միջավայր, որտեղ երեխաները սովորում են խաղի միջոցով եւ խաղի միջոցով սովորելը նաեւ նպաստում է սովորելով սովորեցնելուն հասակակիցը հասակակցից ավելի լավ սովորելու եւ խաղի միջոցով այդ խաղի դաստիարակության միջոցով սերունդների վրա ազդելու մտածողություն փոխելու եթե ոչ ես ապա այդ ելով գաղափարը առաջ տանելու, որովհետև կարծիք կա կարծրատիպային, որ ասում են եթե հաշմանդամություն, ապա այլ ինչ սպորտ, բայց երեխաները նամանավանդ մարզում ապացուցեցին եւ շատ գունավոր, շատ գեղեցիկ, շատ մեծ ձեռքբերումներով ցույց տվին, որ հաշմանդամությունը դա պարզապես հնարավորությունների մեկ այլ խումբ բերում իր հետ, ճիշտ օգտագործելու եւ այդ հնարավորություններով ճիշտ զարգացնելու ինքդ քեզ։ Շատ լավ, այս ծրագիրն իրականացնելու համար ես կարծում եմ շատ կարևոր է միջավայրը եւ հոգեբանների կարևոր մասնակցությունը դերակատարումը, որովհետեւ հանդիպելով որոշակի խոչընդոտների կամ արգելքների, հոգեբանորեն շատ կարևոր է ճիշտ ուղղություն տալ, որպեսզի ամենը գնա իր ճանապարհով եւ հունով։ Ինչքան ենք նախապատրաստված այս մարտահրավերին։ Շնորհակալություն հարցի համար, իսկապես ծրագրի բովանդակության մեխը դա սպորտային ներառական միջավայր ստեղծելն է եւ այստեղ ներգրավված են բոլոր դպրոցների ուսուցիչները, ֆիզկուլտուրայի ուսուցիչները, դպրոցների հոգեբանները, ուսուցչի օգնականները, ինչպես նաեւ Հույսի կամուրջի սոցիալ-հոգեբանական կավարժական անձնակազմը եւ այդ առիթով ուսուցիչները նախ եւ առաջ վերապատրաստումներ են անցնում
շրջանում, թե ինչ հնարավորություններ կան, որովհետև սա հնարավորություն է հենց մանկավարժի մոտ կոտրելու այդ կարծրատիպը, որ հաշմանդամություն ունեցող երեխան այո կարող է ֆուտբոլ խաղալ։ Սա ընկալում է, որի փոփոխությունը մենք բերել ենք արդեն ուսուցիչների շրջանում։ Իսկ հոգեբաններն ու օգնականները աջակցում են ուսուցիչներին, որպեսզի ստեղծվի այն ապահով ներառական միջավայրը, որտեղ երեխաները ներգրավվում են, եւ դա ոչ միայն օգնում է նրանց կրթությունը բարելավելու, այլ որպեսզի իրենք մեծ արդյունքներ գրանցեն իրենց գործունեության մյուս ոլորտներում նաեւ։ Բացի այն, որ սովորում են ֆուտբոլ խաղալ, մասնակցել խաղերին, իրենք զարգացնում են նաեւ իրենց ինքնագնահատականի, ինքնահաստատման, խմբային պատկանելության այդ կարողությունները, որոնք օգնում են իրենց դառնալու խմբի անդամ եւ ամբողջությամբ դրսեւորելու իրենց հնարավորությունները։ Սա հիանալի է, որովհետև արդեն կա երկկողմանի համագործակցությունը, հա, ու այստեղ շատ կարևոր է նաև ծնողի դերը։ Ինչքանով է կարողանում այդ դիալոգը հաստատել ծնողների հետ, որովհետև այնինչ արվում է այդտեղ, շատ լավ է, բայց այդ ամենը պիտի ոչ թե այդտեղ ավարտվի, այլ շարունակվի տանը նաև ծնողի արդեն խորհուրդներով։ Այո, ծրագրի մի փուլն էլ դա հանրային իրազեկության մեծ արշավներն են, ոչ միայն հասարակության, այլ հենց ընտանիքներում, որովհետև մենք ունենք խումբ, որտեղ տարբեր սոցիալական խմբերի երեխաներ են, եւ այստեղ շատ կարեւոր է իրենց հաղորդակցումը միմյանց հետ, հանդուրժողականությունը, իրավունքները մեկը մյուսի իմանալ, եւ այստեղ իսկապես կարեւոր է ծնողական կրթությունը, որը եւս կազմակերպությունը իրականացնում է թե որպես հույսի կամուրջ հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպան կազմակերպություն, թե որպես մասնավորապես ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների ծրագիրը իրականացնող։ Այստեղ եւ ծնողները տալիս են իրենց թույլտվությունը, որովհետեւ դա դառնում է խումբ եւ այդտեղ աշխատում է մի մեծ բանակ, թե ուսուցիչներ, թե մասնագետներ, թե բժշկական անձնակազմ, թե մրցավարներ եւ այդ առումով այս ծրագիրը հրաշալի հնարավորություն է ավելի լայն ներառման գնալու, որտեղ տարբեր մասնագետներ են, որտեղ հասարակության տարբեր շերտեր են եւ այդ ներառականության գաղափարախոսությունը բերում է իր արդեն ներառական ընկալումը։ 2023-ից է ծրագիրը մեկնարկել, այսինքն արդեն ունենք, հա, մարզիկներ, երեխաներ, ովքեր մարզվել են։ Ինչ արձագանքներ ունեք նրանցից։ Խանդավառությունը մեծ է, մրցակցությունը ավելի մեծ է։ Ինչքան էլ ուզում ենք երեխաներին այսպես այն հուզական պորտկումների մեջ ասել, երեխեք ջան, սա ընկերական խաղ է, բայց մեկ է ուզում են որ հաղթեն եւ այդ խմբին իրար օգնելու խաղից առաջ, խաղից հետո խումբ դառնալու, համայնք ներկայացնելու այս ձգտումները չափազանց մեծացել են հենց ծրագրի շնորհիվ։ Ունենք երեխաներ, որոնք անգամ կրթության նկատմամբ ունեն մի փոքր այսպես թերահավատություն, դպրոց չգնալու, խուսափելու, սա հնարավորություն էր նրանց համար ինքնահաստատվելու եւ հաճախելու իր կրթական հաստատությունը, երեխաներ ունենք, որոնք արդեն կողմնորոշվել են դեպի ֆուտբոլը, երեխաներ, որոնց համար այս ծրագիրը դարձավ իսկապես հասարակության մեջ իր դերը հասկանալու, այնպես որ արդյունքները բավականին մեծ են, ես այստեղ նաև ուզում եմ կարևորել մեծահասակների կրթությունը, որ ծրագիրը տալիս է, որովհետև ամեն դեպքում մենք դեռևս ունենք հասարակություն, որը մի փոքր դեռ կարծրատիպեր ունի այս հաշմանդամության թեմայով, սա խաղը դիտելով տեսնում են, որ ընդհանրապես պետք են ստեղծել պայմաններ, իսկ երեխաները յուրաքանչյուրը իրենց կարողություններով հանդես կգան։ Շատ լավ, Վահե, ըստ ձեզ ինչը կավելացնեիք ծրագրում, այ ինչն եք տեսնում, որ մի փոքր կարելի է շտկել եւ ավելացնել կամ փոփոխել։ Ծրագրում պարզապես հետագայի համար կավելացնենք հենց հույսի կամուրջի ֆուտբոլային թիմ ունենալու նախաձեռնությունը գաղափարը, ինչի համար, քանի որ մեր այս տարբեր շրջափուլերի երեխաները, երբ որ արդեն իրենք են նախաձեռնողը, իրենց համայնքներում մինի ֆուտբոլային թիմեր են հավաքում, գնում խաղում կամ միշտ բան են տալիս, մեսեջ են տալիս մեզ, որ երբ նորից կրկնենք, երբ նորից կլինի, որովհետև
ինչքան էլ երեխային ասում ես, որ հա, այս մի դպրոցն է ավելացել, դուք էսա իրար հետ կխաղաք, հետո նրանք բոլորը կխաղան, ովքեր որ մի էտապ արդեն խաղացել են, իսկ երբ որ մենք հետագայում դեռ ապագայում գուցե մի օր ունենանք հենց Տավուշի մարզի հույսի կամուրջի ֆուտբոլի թիմ, հենց մեր մարզիկներին մենք կարողանանք ներգրավել ու ստեղծել մարզային ներառական ֆուտբոլի լավագույն թիմը Հայաստանում։ Ես համոզված եմ, որ նաև մտածել եք այդ գաղափարի շուրջ, բայց մի առաջարկ չգիտեմ անեմ, օրինակ արդյոք փորձել եք երեխաներին հանդիպում կազմակերպել հենց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցել։ Այսօր մենք ունենք հիանալի թիմեր, իդեպ ասեմ, որ մեր հավաքականը այսօր հենց Վազգեն Սարգսյանի հանրապետական մարզադաշտում մասնակցելու է Հայաստան-Վրաստան հանդիպմանը, այնպես որ սա շատ կարևոր հանդիպում է, հաջողություն մաղթենք մեր հավաքականին։ Արդյոք նման միտք կար կամ իրականացրել եք միգուցե։ Իրականում բոլոր մրցաշարերը վարվում է հենց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարի կողմից եւ ունեցել ենք այդպիսի այո ֆինալային փուլերում ֆեդերացիայից չէ, բայց ֆուտբոլային ինչ-որ թիմերից եղել են հայտնի ֆուտբոլ խաղացողներ, ովքեր եկել են երեխաներին ոգևորել են, բայց իհարկե իրենց ձգտումը ավելի մեծ է, որպեսզի հավաքականի հետ հանդիպեն եւ սա մեր պլաններում կա։ Կարծում իրականացնելը դժվար չի դրա։ Այո, բացի դա ես կուզենամ հավելել նաեւ, որ մեր ֆուտբոլային թիմերը տղաներից եւ աղջիկներից են բաղկացած, որը ել ավելի նպաստում է, որ թիմը լինի հանդուրժողական, այդ վերաբերմունքը, հա, միմյանց նկատմամբ կայանա եւ սա եւս մի փորձ էր, իհարկե այստեղ նաեւ պահելով ստանդարտները տարիքային, մենք կարողացանք աղջիկներին, տղաների հետ խաղացնել եւ հաջողություն գրանցել այստեղ։ Շատ լավ է։ Մենք մաղթում ենք հաջողություններ ձեր բոլոր ծրագրերին, որովհետև գիտենք, որ բացի նաև այս ծրագրից շատ ծրագրեր եք իրականացնում, սա շատ կարևոր է։ Մենք էլ սիրով այս ամենը կլուսաբանենք մեր եթերների ընթացքում։ Ձեզ ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինի, որպեսզի ձեր յուրաքանչյուր հաղթանակը նշեք այս գինով։ Տրամոնտինա բրազիլական բրենդը, որը ներկայանում է խոհանոցային պարագաներով, համոզված եմ, որ խոհանոցում շատ լավ եք պատրաստում։ Սա մի փոքր կթեթևացնի ձեր հոգս, այս դանակները հատուկ ծածկույթով են, որոնց վրա չեն հավաքվում թունավոր բակտերիաներ, այնպես որ համոզված եմ Տրամոնտինայի այս արտադրանքը կթեթևացնի ձեր հոգսը եւ ուզում եմ ձեզ նվիրել արև բացիկները, որոնք նախատեսված են կարևոր խոսքերը ասելու համար սիրելի ու հարազատ մարդկանց։ Այս բացիկները նախատեսված են ծաղիկների կամ նվերների հետ միասին նվիրել սիրելի մարդկանց եւ ձեր փոխարեն կխոսեն արդեն բացիկները։ Առաջինը Նունե Եսայանի երգից է մենակ ես ինձ պակասում սիրահարվել ու մնալ արթուն, երկրորդը Մանասերյան աշխարհում սիրեցի քեզ միայն։ Այս բացիկները ձեզ խնդրեմ եւ շնորհակալություն ու համոզված ենք, որ դեռ շատ ու շատ հետաքրքիր ծրագրեր եք իրականացնելու։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, այս պահին կարճ դադար կունենանք, հետո արդեն կվերադառնանք եւ կամփոփենք ծրագիրը։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, մեր ուտեստը պատրաստ է։ Ես հենց հիմա կբերեմ ջեռոցի ձայն։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ տեսք ունի այն, ես պետք է այստեղ ձևավորման համար ավելացնեմ լոլիկներ, թարմ լոլիկ եւ իհարկե ցանենք կանաչի, ինչը ավելի կգեղեցկացնի, կթարմացնի եւ այսպես ախորժաբեր կդարձնի մեր օրվա ուտեստը։ Ձեզ բարի ախորժակ եմ մաղթում։ Բոլոր այն մարդկանց, ովքեր հիվանդ են, առողջություն եմ մաղթում։ Այն մարդիկ, ովքեր այսօր նշում են իրենց ծննդյան օրը, բարի տարեդարձ եմ մաղթում։ Այն մարդիկ, ովքեր մի փոքր տրամադրություն չունեն, լավ տրամադրություն եմ մաղթում եւ ասում եմ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում։ Իսկ դուք մշտապես մնացեք առաջին ծրագրի հետ, որpիսի մենք էլ փորձենք մի փոքր նպաստել ձեր լավ տրամադրությանը։ Սիրելիներս, լավ մնացեք, կհանդիպենք, ձեզ բարի ախորժակ։ Շնորհակալություն Ադրինեին այս համեղությունը պատրաստելու համար, քիչ հետո արդեն իհարկե ամբողջ թիմով կճաշակենք, նույնն էլ խորհուրդ ենք տալիս նաև ձեզ եւ մի մոռացեք նաև համեմել այս ամենը Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող համեղ կոմպոտներով կամ պահածոներով, իսկ երեկոյան արդեն գինիներով եւ նաև չմոռանաք նախաճաշելուց կաթնամթերք շատ օգտագործեք, դա նպաստում է առողջությանը, առավել եւս եթե կա
բնական կաթի համը, սա շատ կարևոր է Սյունյաց լեռներից։ Էլոլա ընկերությունն առաջարկում է իր լայն տեսականին բոլորի համար, ոչ միայն Հայաստանում ապրող, նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Եվ եթե խոհանոցում դժվարանում եք աշխատել եւ ներկայացնել ձեր համեղ պատրաստած ուտեստները, ապա Tramontina բրազիլական բրենդն արդեն իսկ Հայաստանում ներկայանալով թեթևացնում է տնային տնտեսուհիների հոգսը։ Ասեմ, որ Tramontina-ն օգտագործելու է ոչ միայն սիրողական խոհանոցում տանը, նաեւ հասանելի է պրոֆեսիոնալ ռեստորանային ոլորտում, այնպես որ Tramontina-ն այն բրենդն է, որը հարկավոր է հենց ձեզ։ Եվ նաեւ չմոռանանք կարևոր խոսքերի մասին, քանի որ շարունակվում է գեղեցիկ ու հրաշալի տոնը։ Մեկամսյակը շատ կարևոր են խոսքերը, ծաղիկներ, նվերներ իհարկե պետք են, բայց խոսքերը շատ կարևոր են եւ դիպուկ։ Այս բոլոր խոսքերը կարևոր սիրային գտեք արև բացիկներում, որտեղ ներառված են շատ սիրված երգերից, ֆրազներ եւ բանաստեղծություններից։ Բացիկները հարցրեք քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում եւ Kaiser սուպերմարկետում։ Դե նաեւ այս ամենի համար շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր առավոտից հետևում էին մեր ծրագրին եւ պատրաստ են նույնիսկ վաղը նորից միանալ մեզ, որովհետեւ մենք վաղը նորից գալու ենք եթեր եւ ասենք ձեզ բարի լույս։ Եվ չմոռանանք ամենավերջում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։